Բարև ձեզ ընկերներ, թող Աստված բոլորիդ օրհնի և թող Սուրբ Հոգին, այն Հոգին, որը ծնում է Աստծո երեխաներին, այո, որպեսզի Աստծո երեխա լինեք, հարկավոր է, որպեսզի Սուրբ Հոգուց ծնվեք, ինչպես որ Հիսուսն ասել է, ովքեր չծնվեն ջրից և հոգուց, և այդ ջուրն Աստծո խոսքն է, ջուրն այնն է, ինչ որ մաքրում է, և ջրի մկրտության ժամանակ մեր նախկին բնույթը վերցնում է մեզանից, դա լինում է ջրի մկրտության ժամանակ, ուրեմն, ով չծնվի ջրից և հոգուց, չի կարող մտնել Աստծո արքայություն, և դրա համար իմ ընկերներ, ինչպես կարող ենք մենք հասկանալ, ինչպես կարող է մարդը հասկանալ, մկրտված է նա Սուրբ Հոգով, թե ոչ, որտեղից է մեր մոտ այդ վստահությունը, դա շատ սովորական է, ես հիմա կբացատրեմ, երբ մարդն իրապես մկրտված է Սուրբ Հոգով, երբ նա ունի այդ վստահությունը, ոչ ոք և ոչինչ չեն կարող նրա ներսից այդ վստահությունը հանել, որովհետև հենց ինքը Սուրբ Հոգին հաստատում է դա մեր ներսում, մեր մտքում նա հաստատում է, որ մենք ծնված ենք նրանից, որ նա մեր Հայրն է, և Սուրբ Հոգին մարդուն հարկավոր է ինչպես որ օդը, ինչպես որ այստեղ այս երկրում հարկավոր է շնչել, այդքան էլ Սուրբ Հոգու ներկայությունն է կարևոր, և քանի դեռ մարդը նա չի ծնվել Սուրբ Հոգուց, նա դեռ չի ճանաչում Աստծուն, այո, մարդը ինչ-որ տեղեկություն ունի Աստծո մասին, ինչ-որ աստվածաշնչյան գիտելիք ունի, բայց քանի դեռ նա չի ծնվել Սուրբ Հոգուց, նա չունի իր ներսում Աստծո դնթ-ն, Սուրբ Հոգին Աստծո դնթ-ն է մարդու ներսում, ովքեր որ մկրտվում են Սուրբ Հոգով, նրանք ստանում են իրենց ներսում Աստծո դնթ-ն, Աստծո բնույթը, և այս թեման շատ պարզ է, կամ մարդն ունի Սուրբ Հոգուն, կամ էլ չունի, և ովքեր որ չունեն Սուրբ Հոգուն, նրանք դա լավ գիտեն, եթե նրանք չունեն, կասկածների մեջ են ապրում, եթե մարդը կասկածում է, գիտեք, միայն այն բանի համար, որ դուք հարցնում եք ինչ-որ մեկից, դուք արդեն կասկած ունեք, դուք կասկածում եք, եթե դուք հարցնում եք մարդկանց, ես ունեմ Սուրբ Հոգուն, թե չունեմ, դուք արդեն կասկածների մեջ եք ապրում, որովհետև նրանք, ովքեր ունեն Սուրբ Հոգուն, չունեն նրա կարիքը, որպեսզի մարդիկ հաստատեն նրանց, որպեսզի մարդիկ համոզեն, որ նրանք մկրտված են Սուրբ Հոգով, ովքեր որ ունեն, նրանք գիտեն դրա մասին, գիտեն, որ իրենց ներսում Աստծո դնթ-ն է, և միայն այդպիսի մարդիկ կարող են աղոթել և ասել. Հայր մեր, որ երկնքում ես, որովհետև նրանք իրապես Աստծո երեխաներն են, երեխաները կարող են Աստծուն Հայր անվանել, նրանք կարող են աղոթել. Հայր մեր, որ երկնքում ես, թող սուրբ լինի քո անունը, այլ խոսքերով, երբ մարդը Աստծո երեխան է, երբ Աստծուց է ծնվել, երբ ունի Աստծո դնթ-ն, միայն այդպիսի մարդը հնարավորություն ունի սրբացնելու Աստծո անունը, և Աստծո անունը սրբացնելը չի նշանակում ուղղակի փառաբանել նրան, դուք չեք սրբացնում Աստծո անունը, երբ դուք գեղեցիկ երգեր եք երգում նրա համար, Աստծո անունը սրբացնել նշանակում է, որտեղ էլ որ դուք գտնվում եք, կարևոր չէ թե դուք տանն եք, աշխատանքի վայրում եք, դպրոցում, հնարավոր է դուք յուրաքանչյուր վայրում եք գտնվում, բայց ձեր բնավորությունը չի փոխվում, ինչպես որ եկեղեցու ներսում եք դուք հավատարիմ, եկեղեցու ներսում եք ձեզ ճիշտ պահում, ձեզ այնպես եք պահում,
ինչպես որ Աստված է ասում, Աստծո խոսքի համաձայն։ Դուք ձեզ պահում եք այնպես, ինչպիսին որ ձեր ներսում ձեր դնթն է, եւ դուք ցույց եք տալիս Աստծո բնավորությունը։ Դուք արդար մարդ եք։ Ձեր խոսքերը այոն այո է, իսկ ոչը ոչ։ Դուք խաբեության եւ ստի մեջ չեք ապրում։ Եվ դուք նույնիսկ ավելորդ կատակներ չեք օգտագործում, որովհետև երբ դուք Աստծո որդին եք, դուք ձեր ներսում ձեր հոր բնավորությունն եք կրում։ Ձեր ներսում հավատի հիմքն է դրված։ Եվ բոլոր մարդիկ, ովքեր ձեր շուրջն են, ում հետ դուք աշխատում սովորում եք, նրանք բոլորը պետք է տեսնեն ձեր ներսում այն մարդուն, որն իրապես Աստծուց է։ Դուք չպետք է ցույց տաք, որ դուք ինչ-որ կրոնավոր մարդ եք, այլ դուք իրականում հավատացյալ մարդ եք։ Դուք ունեք ձեր բնավորությունը, պահում եք ձեր տված խոստումները, եւ այն մարդիկ, ովքեր խաբեության մեղքի մեջ են ապրում, նրանք չեն կատարում իրենց տված խոստումները, այն մարդիկ, ովքեր ձեր կողքին են գտնվում, նրանք ընդունում են, որ դուք տարբերվող եք, տարբերվում եք, որովհետև դուք նրանց նման չեք։ Դուք այն մարդը չեք, ով վատ կյանքով է ապրում է մեղքի մեջ, այլ դուք տարածում եք Քրիստոսի բուրմունքը։ Եվ նույնիսկ դուք չպետք է ձեր մասին խոսեք, չպետք է պարտադիր քարոզեք, մարդիկ միանգամից նկատում են։ Նրանք տեսնում են ձեր ներսում մի մարդու, ով տարբերվող է։ Դուք արդեն նկատել եք, արդեն եղել եք այդպիսի փորձ ձեզ մոտ, որ մարդիկ մոտեցել եւ ասել են ձեզ. դուք տարբերվող եք, նույնիսկ ձեր դեմքն է տարբերվում, ձեր քայլերը, ձեր բնավորությունը, նույնիսկ այն մարդիկ, ովքեր ձեզ ճանաչում էին, նրանք մոտենում եւ ասում են. քո դեմքը առաջվանն է, բայց ինչ-որ բան փոխվել է, հիմա դու տարբերվում ես ինչ-որ բանով։ Ինչ է եղել քեզ հետ։ Ինչ ես դու արել։ Դու այնպիսի խաղաղություն ունես։ Քո դեմքի արտահայտությունը շատ հանգիստ է։ Մարդիկ նկատում եւ ասում են. ես նույնիսկ քեզանից ոչ մի հայհոյանք չեմ լսել։ Արդեն դու ոչ մի վատ կատակներ չես անում, կեղտոտ բառեր չես օգտագործում։ Մարդիկ այլևս ձեր հին մարդուն չեն նկատում, ձեր հին կերպարը անհետացել է, եւ դուք արդեն տարբերվող եք։ Դուք այլևս չեք ծաղրում մարդկանց, չեք վիրավորում, դուք լրիվ այլ մարդ եք դարձել։ Այլ խոսքերով, դուք Աստծո որդին եք դարձել։ Եվ այստեղ այն չէ, որ դուք ուղղակի Աստվածաշունչ եք կարդում, այլ իրականում դուք Աստծունն եք։ Որովհետև Սատանան նույնպես, նա Աստվածաշունչը շատ լավ գիտի, բայց դրանից նա չի դադարել դև լինել։ Նա 3 անգամ Հիսուսին գայթակղել է օգտագործելով Աստծո խոսքը։ Եվ շատերը մտածում են. հերիք է այն փաստը, որ նրանք Աստվածաշունչը գիտեն։ Նրանք շատ լավ գիտեն Աստծո խոսքը եւ մտածում են, որ այդ փաստը հերիք է, որպեսզի նրանք Աստծուց լինեն, բայց Հիսուսն ասել է. մարմնից ծնվածը մարմին է, բայց նա ով ծնվել է Սուրբ Հոգուց, նա նույնպես հոգի է, նա հոգևոր մարդ է։ Նրա մտքերը համապատասխանում են Հիսուսի մտքին, նա ունի Քրիստոսի միտքը։ Դուք հասկանում եք, թե ինչ է նշանակում ունենալ Քրիստոսի միտքը։ Դուք անընդհատ նրա մտքերն եք ձեր ներսում պահում։ Ես չգիտեմ, թե ինչպես է ձեզ հետ, բայց նրանց հետ, ովքեր Աստծուց են ծնվել, նրանց հետ այդպիսին է։ Գիտեք, երբեմն մարդիկ ուղղակի ծիծաղում են։ Մարդիկ չեն հասկանում, ովքեր որ նայում են, բայց նրանց մտքում գեղեցիկ խոսքեր են գալիս, գեղեցիկ եւ հետաքրքիր մտքեր։ Աստված ասում է նրանց. մի վախեցիր, ես քեզ հետ եմ։
ես քեզ հետ եմ, ինչպես որ նա Աբրահամին է ասել, նույն կերպ էլ մեզ է ասում։ Սուրբ Հոգին մեզ հետ էլ է խոսում, նա մեզ միշտ առաջնորդում է, սովորեցնում է ամեն ինչի։ Եվ երբ մենք նրանից մեկ խոսք ենք ստանում, դա արդեն բավական է։ Արդեն բավական է մեկ խոսք ստանալ։ Կարծես թե մենք ամբողջ գիրքն ենք կարդացել, երբ իրականում նրա մեկ խոսքը բացվում է ձեզ։ Եվ գիտեք, սատանայի ամենամեծ կեղծը, սուտը աշխարհում այն է, որ բոլորը Աստծո երեխաներն են։ Դա ամենամեծ սուտն է, որ սատանան բոլորին համոզում է դրանով։ Որովհետև Աստծո երեխաները պետք է տարբերվեն խավարի երեխաներից, սատանայի երեխաներից, դա պետք է լինի, այդ տարբերությունը պետք է լինի, և տարբերություն կարող է լինել միայն Սուրբ Հոգու միջոցով։ Նրանք, ովքեր Սուրբ Հոգուց են ծնվել, հոգևոր են, և ովքեր չեն ծնվել Սուրբ Հոգուց, նրանք շարունակում են իրենց ծնողների երեխան լինել, բայց Սուրբ Հոգին, դա հոգևոր և աստվածային բնույթն է մարդու ներսում, Աստծո դնեթն է մարդու ներսում։ Եվ այդ դնեթն մարդու ներսում շատ պարզ երևում է, բոլորն էլ դա նկատում են, բոլորն էլ տեսնում են, նայելով ձեր կյանքին, ձեր քայլերին։ Խոսքը ոչ միայն եկեղեցու մասին է, եկեղեցում բոլորն էլ սուրբ են ձևանում, բոլորն էլ շատ լավն են, բայց որտեղ որ դուք աշխատում եք, դուք երևի բիզնես ունեք և գումար եք աշխատում, բայց մարդիկ կան, ովքեր ագահ են, նրանք ավելի շատ են ուզում, նրանք ցանկություն ունեն, որ ավելի շատ ստանան, և դա անում են խաբեության միջոցով։ Նրանք միշտ ցանկանում են ինչ-որ կերպով խաբել, կեղծել, որպեսզի շատ ստանան, ինչպես որ այս աշխարհում շատերն իրենց պահում են։ Նրանց մոտ այսպես է. առաջին հերթին ես, երկրորդը ես, երրորդն էլ ես։ Եթե էլի տեղ լիներ, նույնպես ինձ կդներ այդտեղ։ Նրանք այս աշխարհի երեխաներն են, մեղքի երեխաները, նրանք խաբեության երեխաներն են, և նրանց կյանքը փչացած է։ Բայց նրանք, ովքեր Աստծուց են, նրանք ունեն բնավորություն, որը տարբերվում է այս աշխարհի երեխաներից, և անհնար է չնկատել դա, բոլորն էլ դա նկատում են։ Օրինակ, երբ դուք փորձում եք պայմանավորվել ինչ-որ մեկի հետ, շատերն այնպես են ցանկանում անել, որպեսզի իրենց բաժինն ավելի մեծ լինի, բայց Աստծո մարդը չի մտածում, չի անհանգստանում, որպեսզի ամենաշատն իրեն լինի։ Ով որ Աստծուց է, նա մտածում է, որպեսզի ամենալավը իր ընկերը ունենա, իր ծանոթը։ Եվ Աստծո հետ հենց դա պետք է լինի, որպեսզի մարդն ուխտ ունենա նրա հետ, պետք է մոտ լինի, ինչպես որ ընտանիքում բոլորն էլ պետք է միասին լինեն։ Եվ ընտանիքում շատերը վիճում են հիմա, վիճում են, որպեսզի ինչ-որ դիրք ունենան։ Տղամարդն ասում է ես եմ կարևոր, իսկ կինն ասում է ոչ, այստեղ ես եմ գլխավոր, ես ավելի կարևոր եմ։ Բայց Աստծո մարդիկ դրա մասին չեն անհանգստանում։ Աստծո մարդիկ այլ կերպ են վարվում։ Եթե նույնիսկ ձեր ամուսինն անհավատ է, դուք ձեր հավատի միջոցով, ձեր բնավորության միջոցով, դուք սրբացնում եք նրան։ Հիսուսին ընդունելը դա խոսքերով չէ, դա այնպես չէ, որ ասում եք պետք է գնաս եկեղեցի, պետք է սա անես, նա անես։ Այդ ամենը նրանք ընդունում են, երբ նայում են ձեր բնավորությանը, ձեր գործերին։ Ձեր միջոցով Աստծո բնավորությունը երևում է։ Նույնիսկ եթե դուք լռում եք, ոչինչ չեք ասում, չեք փորձում համոզել մարդկանց, ձեր բնավորությունը երևում է, Աստծո դնեթն երևում է ձեր ներսում։ Եթե մարդիկ ասում են, որ նրանք քրիստոնյա են, բայց նրանք միշտ ամենաշատն իրենց համար են ցանկանում, ինչ էլ որ լինում է, նրանք ցանկանում են առաջինը լինել, ցանկանում են, որպեսզի իրենք ստանան, ամենակարևոր նրանց համար նրանք են։ Ուրեմն այստեղ ինչ-որ կասկածներ կան։ Եվ կարևոր չէ, դուք աշխատանքի վայրում եք, ձեր ընտանիքում, դպրոցում,
ամենուր Աստծո մարդը տարածում է Քրիստոսի բուրմունքը։ Այդպիսի մարդը հանգստություն է փոխանցում։ Փոխանցում է այն, թե ով է նա։ Գիտեք, կարևոր չէ, եթե մարդը մկրտված է Սուրբ Հոգով, թե ոչ։ Անհավատ մարդը տեսնում է, որ դուք Աստծուց եք, որովհետև տեսնում է այն խաղաղությունը, որ ձեր ներսում է։ Գիտեք, երբեմն դուք լսում եք իմ խոսքը, եւ երբեմն ձեզ համար շատ ծանր են, շատ կոպիտ են, բայց իմացեք, այս խոսքերը, որոնք ճշմարտության հետ են, այս խոսքը Աստվածաշնչի հիման վրա է։ Հավատում եմ, որ Աստված ուղղորդում է ձեզ այս խոսքով, առաջնորդում է ձեզ։ Եվ գիտեք, թե ինչու ենք ես եւ իմ կինը 53 տարի միասին։ Մենք չենք բաժանվել։ Մենք ունենք Աստծո դնեթն մեր ներսում։ Բացի նրանից, որ մենք մեկ մարմին ենք, մենք նույնպես իրական եղբայրներ ենք Քրիստոսի մեջ։ Մենք չենք ապրում այնպես, որ մեկը մյուսի վրա է կանգնած։ Երբ մարդն ունի Աստծո դնեթն, նա տարածում է հանգստություն, խաղաղություն է տարածում, եւ այդ խաղաղությունն իրապես նրա ներսում կա։ Այդպիսի մարդը 24 ժամ օրվա մեջ Քրիստոսի ներկայության մեջ է ապրում։ Ինչպես որ Աստված Աբրահամին ասաց, որպեսզի նա մաքուր լինի։ Նա կարող էր դա անել միայն այն ժամանակ, երբ ընդուներ Քրիստոսի բնավորությունը, երբ ընդուներ Աստծո դնեթն, եւ երբ մարդը չի կարողանում ստանալ Սուրբ Հոգու մկրտությունը, նա շարունակում է մարմնավոր լինել։ Օրինակ, մարդը կարծես թե եկեղեցում է բոլոր գործերում, նա ինչ-որ բան է անում, ունի պատասխանատվություն Աստծո առաջ, նա երկրպագում է Աստծուն, մասնակցում է ծառայություններին, բայց որպեսզի դուք սրբացնեք Աստծո անունը, պետք է ցույց տաք ձեր բնավորության միջոցով, ձեր գործերով։ Երբեմն մարդիկ, ովքեր ունեն այդ բնավորությունը, բնավորություն, որն օրինակ է ցույց տալիս, այդպիսի մարդիկ կեսարին են տալիս, ինչպես որ մենք ասել էինք։ Նա ինչ որ պետք է վճարի, այն վճարում է։ Նա չի թաքնվում։ Նա ինչ որտեղ թաքնված չէ, նա ուղղակի ժամանակ չի անցկացնում։ Ոչ, այդպիսի մարդը նա չի գնում փողոց, որպեսզի ուղղակի թաքնվի։ Նա ինչ որ կեղծ թղթեր չի սարքում, որպեսզի ցույց տա, գիտեք ինչ, ես հիվանդ եմ, պետք է հանգստանամ։ Երբեմն մարդիկ այդպես են անում։ Կեղծ թղթեր են սարքում, որպեսզի մի քանի օր հանգստանան եւ չաշխատեն։ Բայց Աստծո մարդիկ այդպիսին չեն։ Նրանք գիտեն, որ ինչը որ կեսարինն է, պետք է տան նրան, իսկ ինչը որ Աստծունն է, Աստծունն է։ Եվ եթե նրանք աշխատում են, նրանք տալիս են ամենալավ այդ աշխատանքի վայրում։ Եվ նրանց տնօրենը բոլոր մարդիկ, ովքեր այնտեղ են, նրանք տարբերություն են տեսնում։ Եվ կարևոր չէ, թե նրանց տնօրենը, այսինքն կեսարը, այս աշխարհը ինչպիսին է։ Կարևոր չէ, որ նրանք խաբում են, գողանում են։ Կարևոր չէ, թե ինչպես են օգտագործում նրանք ձեր հարկերը։ Ինչ որ նրանց է պատկանում, նրանց տվեք։ Եվ ցավոք շատ մարդիկ իրենց ներսում նրանք կարծում են, որ նրանք սուրբ են։ Եկեղեցում նրանք փորձում են ցույց տալ, որ սուրբ են, բայց դրսում կամ ինչ որ վայրում նրանք Աստծուն մի կողմ են դնում եւ փորձում են խնդիրն իրենց իմացած ձևով լուծել։ Ուրեմն իմ ընկերներ, եթե Աստծո դնեթն ձեր ներսում է, ամենուր, յուրաքանչյուր հարցում դա երևում է եւ բոլորն էլ նկատում են։ Թող Աստված ձեզ բոլորիդ օրհնի։ Մինչ մյուս հաղորդում, Փառք Աստծուն։ Ամեն։